Միած շատ հետաքրքիր դեպք եղավ իմ կյանքում։ Ես պարկած էի տեղերի մեջ, երեկոյան գիշերվա ժամ էր, արդեն քնելուց առաջ ու գիտեք ինչ զգացողություն սենց մեջս եկավ, ահա որ մահվան վախ եկավ իմ մեջ, ես չգիտեմ, ուղղակի պարկած էի սենց adzերը վրես քաշած ու ահա որ վախ եղավ մեջս ու ես ասեցի Տեր Աստված, ես չհասկացի, չգիտեի ինչա կատարվում իմ հետ, ասեցի Տեր Աստված, ես չեմ ուզում մեռնեմ, բայց ես չգիտեի ինչա կատարվում իմ հետ, ասում եմ ես չեմ ուզում մեռնեմ, Աստված ջան, շուտ մահվան բաներ եկեին վրա, ու ես չէի հասկանում ինչա կատարվում, դե էդի հետո որ ապաշխարում ես ընթացքում հասկանում ես, որ այդ մահվան վախը գալիս ու այդ դիվային աշխարհը շատ անգամ կարող նույնիսկ այդ դժողքը դիվային աշխարհը բացվի, որ դու գիտակցես են ինչա իրական հոգևոր աշխարհը, ինչ իրականը ու գոյություն ունի։ Ու դրանից հետո ինձ սկսեց հետաքրքրել շատ հարցեր։ Հետո ասես մի օր կգաս երիտասարդական ծառայության մասնակցես ու հետաքրիր է, էլի ասեցի ինչ եք անելու երիտասարդականին, գնանք ենք ման գալու։ Չէ, երիտասարդներով գնում ենք հրապարակ, բոլոր երիտասարդներով ման գալու, ասի դե կգամ։ Մի խոսքով գնացի երիտասարդներով տես ման եկանք եւ այլն, հետո հաջորդ անգամ եկա ծառայության, ոնց որ Կիրակի էր, տես կոնկրետ չեմ հիշում, ծառայության եկա ու անկեղծ ասում հենց այդ օրը իմ կյանքի ամենակարևոր օրն էր, որը որ փոխեց ամեն բան։ Տեղի ունեցավ իմ վերստի ծնունդը, ես չհասկացա ինչ կատարվեց իմ մեջ, բայց ես լրիվ ուրիշ մարդ դարձա, որտեղ մի հատ վերափոխում տեղի ունեցավ իմ մեջ, ես լրիվ ուրիշ մարդ դարձա, իսկապես որ ասում են լրիվ ուրիշ մարդ, դա հենց վերստի ծնունդից հետո է տեղի ունենում։